Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալությունում, այսօր հյուրընկալել ենք Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանին։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Մենք այսօր խոսելու ենք զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ շտեմարան ստեղծելու գործընթացից։ Սա ընդհանուր մի ծրագրի բաղադրիչ է, որը ենթադրում էր դեռ տարեսկզբին, եթե չեմ սխալվում, այդ ծրագիրը հավանության արժանացավ, որ ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունները պարտավոր են ծանոթել իրենց գործունեության մասին։ Այժմ կառավարության վերջին նիստում նախագիծը հավանության արժանացավ շտեմարան ստեղծելու եւ ընդհանուր առմամբ գործընթացը կանոնակարգելու վերաբերյալ։ Մեր բանախոսին կխնդրենք ներկայացնել մանրամասներ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալ եմ, այո, ճիշտ է, 2026 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում ընդունվեց 1224 որոշումը, որով հաստատվում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը։ Ըստ էության այս կանոնակարգը կազմում է պետության կողմից քաղաքացիների մատուցող ծառայությունների թվայնացման ամբողջ գործընթացի մի մասը։ Բոլորս գիտենք, որ զբոսաշրջության մասին օրենքը նախատեսում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց, այսինքն զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների եւ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեության կարգավորում, մասնավորապես նշված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք իրենց գործունեության մասին պետք է ծանոթեն գործունեության իրականացման ծանոթման մասին օրենքով սահմանված կարգով։ Այս կանոնակարգի նպատակն է, ընդհանուր առմամբ թվայնացման նպատակն է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար ծանոթման գործընթացը ավելի պարզ, թափանցիկ դարձնելը եւ ավելի արագ, ավելի մատչելի այս գործընթացը իրականացնելը։ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կարող են հարթակում Notify Tourism Gov.am հարթակում գրանցվել ԵՍՄ նույնականացման համակարգի միջոցով, այնուհետև շատ արագ ծանոթել իրենց գործունեության մասին զբոսաշրջության կոմիտե։ Կանոնակարգը սահմանում է, թե ով է կառավարում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց տվյալների շտեմարանը, ովքեր կարող են, որ պետական մարմինները կարող են օգտվել այս շտեմարանից, ինչ պայմաններով է շտեմարանը գործելու, թարմացման պայմանները եւ ընդհանուր առմամբ շտեմարանի վերաբերյալ այլ դրույթներ եւս նախատեսված են այս որոշմամբ։ Մեկ խոսքով եթե ասենք, ընդհանուր այս տվյալների կանոնակարգը միտված է զբոսաշրջային ծառայություն մատուցողներ անձանց գործունեության ծանոթման այս գործընթացը ավելի պարզեցնելու եւ հեշտացնելու։ Իսկ ձեր նշած հարթակը արդեն գործում է Notify Tourism Gov.am։ Notify Tourism Gov.am-ը այս պահին աշխատում ենք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ, այն ամբողջությամբ պատրաստ է, որոշակի աշխատանքներ պետք է տարվեն տեստավորման հետ կապված։ Հոկտեմբերի 15-ին, երբ որ կառավարության որոշումը 1224 որոշումը ուժի մեջ կմտնի, հարթակը եւս կգործի արդեն։ Այն սուբյեկտները, որոնք որ պետք է մուտք գործեն այս հարթակ, դրանք ոլորտում ծառայություն մատուցող ընկերությունների տնօրեններն են կամ Տնօրենները, այո, տնօրենը ԵՍՄ նույնականացման հարթակի միջոցով կամ եթե անհատ ձեռնարկատերը, հենց անհատ ձեռնարկատերը ԵՍՄ նույնականացման հարթակի միջոցով կգրանցվի համակարգի միջոցով կգրանցվի հարթակում եւ այստեղ կարեւոր է նշել, որ փոխգործելիության շրջանակում ենք ամբողջ տվյալները ստանալու, ամբողջական տվյալները, այսինքն եթե զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը պետական այլ հարթակներում, այլ շտեմարաններում որոշակի տվյալներ արդեն իսկ ներկայացրել է, կարիք չունի մեկ անգամ եւս այս տվյալը լրացնել կամ ներկայացնել, մենք փոխգործելիության շրջանակում այս տվյալները ավտոմատ ստանալու ենք այլ շտեմարաններից։
Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կլրացնեն այն տվյալները, որոնք, այսպես ասած, լրացուցիչ իրենցից պահանջվելու է օրինակ հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք իրենց կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ կլրացնեն համարների քանակը, ննջատեղերի քանակը, զբաղվածության վերաբերյալ տեղեկատվություն, զբոսաշրջային գործունեության սուբյեկտները, այսինքն օպերատորներն ու գործակալները աշխարհագրական ուղղությունների իրենց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կլրացնեն տեղեկատվություն ներքին, արտագնա թե ներգնա զբոսաշրջային ծառայություններ են մատուցում, այսինքն որոշակի մասնագիտական տվյալներ, որոնք որևէ այլ տվյալների շտեմարաններում կամ հարթակներում չկան, այս պարագայում կլրացնեն, բայց ընդհանուր առմամբ ծանոթումը շատ կարճ եւ արագ ընթացք է ունենալու։ Այսինքն ինֆորմացիայի մի մասը ավտոմատ լրացված է լինելու, մի մասն արդեն տնտեսվարողներ իրենք պետք է լրացնեն։ Իսկ սա պարտադիր է բոլոր տնտեսվարողների համար, թե թողնում ենք իրենց հայեցողությանը։ Զբոսաշրջության մասին օրենքը, ինչպես ասացի, նախատեսում է, որ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը ենթակա է պարտադիր ծանոթման։ Այսինքն բոլոր զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք, որոնց թվարկեցի սկզբում, իրենք պարտադիր պետք է ծանոթեն իրենց գործունեության մասին, եթե չեն ծանոթում, ապա պատասխանատվության միջոցներ են կիրառվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Իսկ ունենք հստակեցված որ մարմինն է վերահսկելու, որ եթե տվյալ տնտեսվարողը չի ծանոթել իր գործունեության մասին, այսինքն ոլորտի այդ բացով է վերհանելու։ Տեսեք, քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ ծանոթման ենթակա գործունեության տեսակ համարվող ծառայություն մատուցողները պետք է պարտադիր ծանոթեն, եթե չեն ծանոթում, պատասխանատվություն են կրում այդ օրենսգրքի շրջանակում եւ դրա մասով ստուգումները իրականացվում են պետական եկամուտների կոմիտեի կողմից։ Իսկ պատասխանատվություն ինչ է ենթադրվում։ Հենց քրեական օրենսգրքի եթե չեմ սխալվում 281-րդ հոդվածն էր, որով սահմանված է տուգանքից մինչև ազատազրկում կախված վնասի չափից էլի։ Շատ լավ։ Այս փոփոխության անհրաժեշտության համար ինչը հիմք հանդիսացավ, ոլորտի սուբյեկտները ինչ հարցեր էին բարձրաձայնում, ձեր ուսումնասիրությունները ինչ ցույց տվեցին, որ դուք նման փոփոխության գնացիք, որ պարտադիր լինի ծանոթումը եւ տեղեկացված լինի համապատասխան կառույցը իրենց գործունեության մասին։ Ծանոթման մասով քննարկումները դեռևս օրենքի զբոսաշրջության մասին օրենքի մշակման ընթացքում են եղել եւ շատ բողոքներ ստանում էր զբոսաշրջության կոմիտեն ոլորտում ոչ հավասար մրցակցային դաշտի ստեղծման, շատ տնտեսավարողներ, որոնք աշխատում էին բոլոր պայմանները պահպանելով օրենսդրական բոլոր պահանջների պահպանմամբ իրենց կողքին տեսնում էին այլ ծառայություններ մատուցողների, որոնք առանց պետական գրանցման, առանց հարկեր վճարելու, առանց աշխատողներ ունենալու կարողանում էին նույն ծառայությունները մատուցել եւ ավելի շատ եկամուտներ ունենալ բնականաբար։ Այս խնդիրները եւ բնականաբար բացի այս խնդրից ունենք նաեւ այլ տեսակի օրինակ զբոսաշրջիկին մատուցվող տեղեկատվության անվտանգության խնդիրը, որևէ մեկը չգիտի էլ մինչև այսօր, թե ինչ տեղեկատվություն է տրամադրվում զբոսավարի կողմից զբոսաշրջիկին, դա եւս մեծ խնդիր էր ու դրա համար էլ նախատեսեցինք հենց ծանոթում ավելի ոչ լիցենզավորում, ավելի թեթև գործունեության կարգավորման տեսակը նախընտրեցինք, որպեսզի կարողանանք ոլորտին կարգավորման դաշտ բերել, ինչի արդյունքում հնարավոր կլինի բոլոր տնտեսավարողներին հավասար մրցակցային դաշտում տեսնել եւ նաեւ ապահովել որակական պահանջները։ Այսինքն հավասար մրցակցություն եւ որակ, սա է եղել հիմքը։
Հիմա այս ամբողջ տեղեկատվությունը, եթե ոնց որ պլանավորել եք դուք ունենաք շտեմարանում, դրան հաջորդող ինչ գործողություններ են լինելու, որ հենց նույն որակի առումով կարողանաք թիրախային հասցեական աշխատանքներ կատարեք կամ վերահսկեք։ Տեսեք, որակի առումով այս պահին զբոսավարների եւ ուղեկցորդների համար որակավորման եւ վերապատրաստման կարգն է հաստատել։ Այս տարվա մարտ ամսից հաստատվեց կարգը եւ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու։ Զբոսավարները եւ ուղեկցորդները պարտավոր են վերապատրաստվել եւ որակավորվել, սա եւս օրենքի պահանջ է։ Որակավորման համար մի քանի ընթացակարգեր է նախատեսում կառավարության որոշումը 383 որոշումը, որը պարտադիր պահանջներից մեկը նաև վերապատրաստումն է երկու ընթացակարգի պարագայում, հետագայում նաև որակավորվելուց հետո 3 տարի մեկ անգամ բոլոր զբոսավարներն ու ուղեկցորդները պետք է վերապատրաստվեն։ Զբոսաշրջային օպերատորների եւ գործակալների համար ունենք 25 թվականի կառավարության 76 որոշումը, որով պահանջներն ու կանոններն են հաստատված զբոսաշրջային օպերատորների եւ գործակալների նկատմամբ, այստեղ հստակ այն պահանջներն են, որով այն կանոններն են սահմանված, թե ինչ օրինակ, եթե պարտադիր է պայմանագիր կնքել զբոսաշրջիկի հետ մինչև ծառայություն մատուցելը, ինչ տեղեկատվություն պետք է տրամադրվի զբոսաշրջիկին, ինչ պայմանագիր կնքել է եւ պայմանագրում ինչ տեղեկատվություն, որպեսզի այդ բողոքները չլինեն, որ զբոսաշրջիկը տեղյակ չի եղել ինչ որ խնդիրների պարագայում։ Սա զբոսաշրջային օպերատորների գործակալների մասով հակիրճ, իսկ հյուրանոցային ծառայությունների մասով, քանի որ օրենքը նախատեսում է կամավոր որակավորում եւ նախատեսված է, որ որակավորումը իրականացվելու է զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը, ինչը մենք արդեն արել ենք, այսինքն ընտրել ենք միավորում, որը որ կիրականացնի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը եւ ուրախությամբ նշեմ, որ միջազգային որակավորման համակարգն ենք ներդնելու այստեղ, այսինքն Eurostar, Hotel Stars Union այդ միության համակարգն ենք ներդնելու եւ մոտ ապագայում արդեն կսկսենք աշխատանքները հենց եվրոպական հյուրանոցային որակավորման գործընթացի իրականացման ուղղությամբ։ Տեսեք, այն ինչ որ դուք թվարկեցիք, մինչև այս շտեմարանի ստեղծումը, մինչև տնտեսվարողների իրենց գործունեության մասին ծանուցումն արդեն իսկ դուք անում եք այդ գործընթացները։ Ինձ հետաքրքիր է այս ծանուցումը, շտեմարանի ստեղծումը, այդ ամբողջական ինֆորմացիայի հավաքագրումը, ձեզ հավելյալ ինչ գործիքակազմ է տալու, ձեր աշխատանքը որքանով է ավելի լավացնելու։ Տեսեք, այս բոլոր պահանջները, որ նշեցի, թե տուրօպերատորների, թե գիդերի, թե հյուրանոցային ծառայությունների մասով, մենք որևէ վերահսկողություն չենք կարող ունենալ եւ որևէ պահանջել, որպեսզի այդ բոլոր պահանջները պահպանվեն, չես կարող պահանջել, եթե իրենց գործունեությունը, օրինակ, այս պարագայում ծանուցման ենթակա գործունեության տեսակ չի, այսինքն, եթե օրենսդրությանը չհամապատասխանող որևէ գործունեություն է իրականացվում, կարողանում է զբոսաշրջության կոմիտեն ծանուցումը կասեցնել կամ դադարեցնել կախված խախտման բնույթից, այսինքն, սա նաև զսպող մեխանիզմ կամ օղակ է լինելու հենց տնտեսավարողների համար, որ օրենսդրությանը համապատասխան եւ բարձր որակի ծառայություններ մատուցեն։ Իհարկե, այս պարագայում մենք, չգիտեմ, կստանանք նաև բողոքներ, թե այլ տնտեսավարողներից, թե սպառողներից, բայց միայն բողոքների հիման վրա չենք կարող ուղղակի կասեցնել գործունեությունը, այդ ամեն ինչը պետք է շատ մանրամասն ուսումնասիրվի ու հասկանանք արդյոք զբոսաշրջային օրինակ գործունեության սուբյեկտը, օրինակ տուրօպերատորը իրականում այդ խախտումը թույլ տվել է թե չէ, եթե իրականում հայտնաբերվում է, որ խախտում է թույլ տվել, օրինակ պայմանագիր չի կնքել ծառայություն մատուցելուց առաջ եւ զբոսաշրջիկը չի ստացել այն
ծառայությունը, որ ակնկալում էր ստանալ, սա բնականաբար ազդակ է լինելու, որպեսզի զբոսաշրջային օպերատորի գործունեությունը կասեցվի կամ դադարեցվի, որովհետև գործունեություն ընդհանուր առմամբ խախտման փայ գործունեություն է իրականացրել։ Այսինքն այդ լծակը կոմիտեն ունենալու է իրենց գործունեությունը կասեցնելու կամ ծանուցումը դադարեցնելու։ Կոմիտեն ունենալու է լծակը գործունեության կասեցման կամ դադարեցման, որովհետև դա նախատեսված է նաև գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքով։ Մյուս կողմից էլ նաև հենց ծառայությունից օգտվողները պետք է բավարար իրազեկված լինեն, չէ, որ կարողանան պահանջել տուրօպերատորներից կամ հյուրանոցներից, եթե օրինակ նույն ակնկալում ենք, որ տուրօպերատորը պարտավոր է պայմանագիր կնքել զբոսաշրջիկի հետ, շատ դեպքերում չեն կնքում եւ զբոսաշրջիկին էլ թվում է, թե այդպես էլ պետք է լինի, այսինքն իրազեկման առումով էլ աշխատանքներ ունենք անելու։ Հա, իհարկե, իրազեկման առումով աշխատանքներ բնականաբար պետք է անենք ու անում է զբոսաշրջության կոմիտեն, շատ հաճախ տեղեկացնում ենք, որ պարտադիր ծառայություն ստանալուց առաջ պետք է պայմանագիր կնքվի զբոսաշրջային օպերատորի կամ գործակալի հետ, արդեն ծանուցման համակարգի ամբողջությամբ գործի դնվելուց հետո մենք նաև туриզմի կոմիտեի կայքում արդեն, որը եւս մշակման փուլում է եւ շուտով կգործի, կայքում կունենանք բոլոր ծանուցված գործունեության մասին ծանուցում ներկայացրած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տեղեկատվությունը եւ սպառողները, զբոսաշրջիկները կարող են հենց մեր կայքում տեսնել արդյոք այն ծառայություն մատուցողը, որից ինքը պատրաստվում է ծառայություն ստանալ, որի միջոցով պատրաստվում է ծառայություն ստանալ, արդյոք այս ծառայություն մատուցողը ծանուցել է իր գործունեության մասին, այսինքն օրենսդրության համապատասխան է աշխատում, թե ոչ, այսինքն բաց է լինել։ Այսինքն մենք կարող ենք ձեր կայքում տեսնել, հա, ովքեր են ծանուցել իրենց գործունեությունը։ Ծանուցելուց հետո notify.tourism.gov-ի հարթակում, երբ որ ծանուցումը ներկայացնում է ծառայություն մատուցող անձը, ծանուցված անձանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը տեսնելու եք զբոսաշրջության կոմիտեի կայքում economy.tourism.gov-ը։ Մի այսպիսի դիտարկում այդ վերահսկողության կամ աշխատանքի որակի վերաբերյալ ուսումնասիրություններում, որպեսզի այսպես շահարկումներ, դիտավորություն, հա, նույն հենց ոլորտում տնտեսվարող սուբյեկտները միմյանց չվնասելու այդ շահարկումներն ու չարաշահումները չլինեն, այդ ռիսկերից հնարավոր խուսափելու համար ինչ գործիքակազմ ունեք։ Ռիսկեր նկատի ունեք նկատի ունեմ անտեղի որևէ տնտեսվարողին վնասելու համար բողոքներ գնան կամ միմյանց նկատմամբ խոսքի մեջ ասացի, որ այս ամեն ինչը պետք է մանրամասն ուսումնասիրվի, այսինքն մեկ բողոքը սպառողի կողմից, մեկ բողոքը կամ այլ տնտեսավարողի կողմից ուղղակի ստացված մեկ բողոքը հիմք չի հանդիսանալու, որպեսզի զբոսաշրջության կոմիտեի կողմից կասեցման գործընթաց լինի, այսինքն ամբողջ պետք է ուսումնասիրվի բազմակողմանի եւ բնականաբար արդեն բողոքների քանակից ելնելով կամ թեկուզ մեկ բողոքի բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում կկայացվի որոշումը։ Բացի այդ նաև, չգիտեմ, կհիշեք, մենք տարեսկզբին նաև խոսում ենք, որ վարկանիշավորման համակարգ ենք ուզում ներդնել այս համակարգում, այսինքն բոլոր զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին կունենան որոշակի վարկանիշ ու հնարավորություն բողոքների քանակից ելնելով կամ ծառայությունների մատուցման որակից ելնելով հնարավոր կլինի այս վարկանիշերը միջեցնել, եթե կասեցման խնդիր չենք կարող այստեղ դնել, հնարավոր կլինի վարկանիշը իջեցնել, այսինքն սպառողը կտեսնի արդեն նաև զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի վարկանիշը որքան է, այսինքն արդյոք եղել են բողոքներ, չէին
են եղել ու սա եւս ծառայությունների ընտրության հարցում մեծ դեր կունենա։ Սա սկզբնապես նախատեսում ենք, որ դեռևս հասանելի չի լինի սպառողին, այսինքն նախնական պլանավորվածությամբ միայն կտեսնի ինքը զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը, որպեսզի զգուշանա իր կողմից իրականացող խախտումների կամ, չգիտեմ, ծառայությունների մատուցման մասով, հետագայում արդեն նաև հնարավոր կլինի, որ սպառողներն էլ տեղեկացված լինեն ու տեսնեն այս վարկանիշավորման կտորը։ Շատ լավ, գործնականում արդեն ոլորտի տնտեսվարողները, սուբյեկտները երբ պետք է սկսեն ծանուցման գործընթացը։ Նախատեսված է, որ Notify Tourism Gov.am հարթակը պատրաստ կլինի ամբողջությամբ գործարկման հոկտեմբերի 15-ից, երբ որ ուժի մեջ կմտնի կառավարության որոշումը։ Հնարավոր է սկզբնական փուլում միայն ծանուցեն զբոսաշրջային օպերատորները եւ գործակալները, կախված հարթակի պատրաստվածության մակարդակից, այսինքն որքանով այդ տեստավորման գործընթացները կանցնեն հաջող ու դրանից հետո արդեն մաս մյուս բոլոր ծառայություն մատուցողները եւս կկարողանան ծանուցել։ Եթե կայքի ամբողջ գործիքակազմը պատրաստ լինի, արդեն հունի մեջ ընկնեք, ինչ որ ժամկետ է տրվելու ծանուցման, այսինքն ամեն տարի պարտավորելու ծանուցել, թե օրինակ հիմա ծանուցես, դա 3 տարի է Ծանուցումը անժամկետ է, ուղղակի տարեկան պետական տուրք են վճարում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձին, քանի որ ծանուցման ենթակա գործունեություն համարվել է, ենթադրում է նաև պետական տուրքի վճարում տարեկան ու ամեն տարի իրենք ուղղակի պետք է տարեկան պետական տուրքը վճարեն, ինչը համարվելու է, որ նորից ծանուցեց, այսինքն նույն գործընթացը չի անում, ուղղակի պետական տուրքն է վճարել։ Իսկ տուրքի չափը բոլորի պարագայում նույնն է, թե հյուրանոցների դեպքում ուրիշ է, զբոսավար սկսում է տուրքի չափը 5000 դրամից մինչև 150,000 դրամ, կախված գործունեության տեսակից, օրինակ զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային տների համար ամենացածր տուրքն է սահմանվել ու բարձրանում է արդեն օրինակ հյուրանոցի համար, հենց հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակներից հյուրանոցի համար ամենաբարձրն է սահմանվել 150,000 դրամ տարեկան պետական տուրք։ Եղավ, շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հավելելու բան ունեք։ Չէ։ Շնորհակալ եմ, հարցերը սպառվեցին, ավարտենք։